խլման process է գնում պետության կողմից բիզնեսին վնասելու։ Այսինքն ինքը պետությունը գործարարների հանդեպ որոշակի ճնշումներ է գործադրում արդեն կայացած բիզնեսները վերցնելու համար։ Բազմաթիվ են օրինակները մամուլում, երբ շրջանառվում են, որ այս կամ այն բիզնեսի նկատմամբ տեղի ունեցել որոշակի քայլեր եւ տվյալ բիզնեսը անցել է իշխանության համար ավելի հարմար անձի։ Վստահության խնդիր ունենք եւ Սփյուռքում ապրող մեր հայերը վստահության խնդիր ունեն արդեն երկրում ներդրումներ անելու։ Երկրի կառավարումը ընկալել որպես վաստակի միջոց եւ ճիշտ հակառակը վաստակը բերել երկիր։ Միանշանակ։ Այստեղ արդեն դուք շատ ճիշտ եք նշում, որ Սամվել Կարապետյանը իր տարիների փորձի, տարիների անցած ճանապարհով հունվարի 20-ին Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարի ու տեսլականի պատմական օրն է լինելու։ Ողջույն, ենթադրաբար դուք ունեք երազանք, այն է ունենալ սրճարան, նախընտրված քաղաքում, նախընտրված փողոցի վրա եւ ուրեմն բոլոր քայլերը ձեռնարկում եք ձեր երազանքը իրականացնելու համար, հետո պարզում եք, որ շատ հաճախ հենց այդ փողոցի վրա լինում են վեճեր։ Հաջորդ օրը պարզում է, որ անջատեցին լույսը։ Իսկ դրան հաջորդող օրը չկա նաեւ ջուր։ Սա տիպիկ օրինակ է ներդրումների համար, քանի որ ներդրողը ինքը երկիրը դիտարկում է որպես միջավայր իր բիզնեսի համար։ Դուք այլևս այդ փողոցի վրա, որտեղ մշտապես վիճաբանությունը եւ կոմունալ տարրական պայմանները պարբերաբար բացակայում են, կընտրեք որպես սրճարանի փողոց, նույնն էլ ներդրողը։ Այսօր այս մասին ենք խոսելու քաղաքագետ Անդրանիկ Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես փորձեցի գունավոր ներկայացնել իրավիճակ, որպեսզի մենք խոսենք այն մասին, թե որքանով է պետության, երկրի ներքաղաքական վիճակը եւ արտաքին հարաբերությունները ազդեցություն ունենում Հայաստան կապիտալի հոսքի առումով, ներդրումային ծրագրեր իրականացնելու առումով։ Ուղղակիորեն այնինչ կատարվում է ներկայիս քաղաքական իրադրություններում, կատարվում է Հայաստանում, ներկայիս իրավիճակներում միջազգային ներդրողների համար դրական նախապայմաններ չեն ստեղծում Հայաստանում ներդրումներ կատարելու համար, որովհետև մենք այսօր ունենք բիզնեսին հարվածող քայլեր իշխանությունների կողմից, բազմաթիվ օրինակներ կան Հայաստանի ներկայական ցանցերից սկսված, մամուլում շրջանառվող տարբեր բիզնեսների նկատմամբ տեղի ունեցող այն քայլերը, որոնք մտածում եմ, որ ծրագրավորված են հենց իշխանությունների կողմից, դրանք այն լավագույն նախապայմանը չեն ստեղծում միջազգային ներդրումների, ովքեր որ կցանկանան կատարել ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Երբ բիզնեսը երաշխավորված չէ ու ապահով չէ Հայաստանում, միջազգային ներդրողը, այ ձեր ասած գունավոր օրինակի պես, չի ցանկանա, չի կարող եւ չի ցանկանա ներդրում կատարել այստեղ։ Երբ որ անընդհատ մենք տեսնում ենք, որ խլման process է գնում պետության կողմից բիզնեսին վնասելու, դա ուղղակիորեն կապված է հենց ներդրումներին վնասելու։ Երբ խոսում եք բիզնեսը անապահով է Հայաստանում, դուք ի՞նչ նկատի ունեք ասելով խլման, այսինքն ինքը պետությունը գործարարների հանդեպ որոշակի ճնշումներ է գործադրում արդեն կայացած բիզնեսները վերցնելու համար։ Բազմաթիվ են օրինակները մամուլում, երբ շրջանառվում են, որ այս կամ այն բիզնեսի նկատմամբ տեղի ունեցել որոշակի քայլեր եւ տվյալ բիզնեսը անցել է իշխանության համար ավելի հարմար անձի։ Բազմաթիվ են այդպիսի օրինակները։ Եվ դա ինքնըստինքյան արդեն բիզնեսին վնասող քայլեր են, երբ միջազգային ներդրողը ցանկանում է ներդրում կատարել մի երկրում, որը համարվում է զարգացած երկիր, ուսումնասիրելով տեղական շուկան, ուսումնասիրելով կատարվող իրադարձությունները, մենք բոլորս էլ քաջ տեղյակ ենք, քաջ ծանոթ ենք, թե ներդրում կատարելուց առաջ ինչ process-ների է ենթարկվում տվյալ ներդրման տարածքը, ներդրման պետությունը, ուսումնասիրությունները վերաբերվում են նաև հենց քաղաքական դաշտին։ Եվ քաղաքական դաշտի ուսումնասիրությունները չեն կարող դրական ազդել ներդրումների վրա, որովհետև յուրաքանչյուր ոք,
յուրաքանչյուր գործարար, յուրաքանչյուր մեծ գործարար հատկապես ինքը ներդրումներ է անում այնտեղ, որտեղ որ ապահով կլինի իր բիզնեսը, ապահով կլինի հատկապես պետության կողմից եւ հետաքրքիր կլինի տվյալ երկրի քաղաքացուն, շահույթ կբերի տվյալ երկրի քաղաքացուն եւ կնպաստի տվյալ երկրի զարգացմանը։ Իսկ մենք այսօր չունենք դա Հայաստանում։ Նման կերպ վարվելով բիզնեսի հետ նշանակում է խոցելի դարձնել երկրի պետության տնտեսությունը։ Խուլ տնտեսություն նշանակում է նաև ազգային անվտանգության խնդիրներ, որովհետև չկա գումար։ Այո, ներդրում կոչվածը ներդրումներ կատարել երկրում, երկիրը զարգացնելու չի կարելի դիտարկել զուտ միայն քաղաքական ենթատեքստում կամ երկիր զարգացնել հենց այս ամեն ինչի մեջ։ Որովհետև երբ որ ներդրումներ են կատարվում երկրում, երբ որ ներդրումների ներհոսք է սկսվում երկիր, առաջին հերթին դա այո, բարելավում է տնտեսությունը, ավելանում են աշխատատեղեր, բայց դրա փոխկապակցվածությունը, շահկապակցվածությունը մեծ է նաև ազգային անվտանգության մնացած ոլորտներին նույնպես, կրթությանը, երբ պետք են ներդրումներին համապատասխան պատրաստել կադրեր, որոնք որ պիտի ապահովեն հենց այդ աշխատատեղերում աշխատանքը։ Լուծում ենք նաև կրթության խնդիր ինստիտուտներում, համալսարաններում, ապահովելով ավելի բարձր կրթական մակարդակ, ինչպես նաև այդ կադրերին ապահովում ենք աշխատատեղով, աշխատատեղ ունենալով հանդերձ փորձում ենք լուծել նաև սոցիալական խնդիրները, որը արդեն բերում է տնտեսության, ուժեղ տնտեսության։ Պարոն Գևորգյան, դուք շատ տրամաբանական եւ գեղեցիկ շղթա ուրվագծեցիք, այնուամենայնիվ, որը պիտի լինի այդ շղթայի առաջին օղակը, որտեղից դել։ Շատ լավ հարց եք տալիս։ Առաջին օղակը հենց դրա պիտի լինի ճիշտ կառավարում։ Պիտի լինի ճիշտ կառավարում, երկրի ճիշտ կառավարում, իսկ դա կարող է անել ուժեղ առաջնորդը, ճիշտ առաջնորդը, որը գիտի դա ոնց են անում։ Քաղաքականությունը այս պահին Հայաստանում ընթացող իրադարձությունները, իրադրությունները կամ իրավիճակները չեն։ Քաղաքականությունը իրենից ենթադրում է ճիշտ կառավարում, ընդհանրապես ճիշտ կառավարում երկրի, ճիշտ կառավարում ոլորտների եւ այդ կառավարումը պիտի իրականացնի կառավարումից հասկացող անձը, որը գիտի դա ինչպես են անում։ Մենք կարող ենք ասել, որ երկրի ղեկավարից է արդեն ճյուղավորվում պետության անհաջողություններն ու հնարավոր հաջողությունները։ Միանշանակ։ Կարող ենք նաև այդպես ասել, կարող ենք նաև փաստել, որ պետության ղեկավարը օգնում է քաղաքացիներին, իսկ քաղաքացիները օգնում են պետության ղեկավարին, որպեսզի միասին կառուցեն ուժեղ պետություն, կառուցեն ուժեղ երկիր, կառուցեն ուժեղ տնտեսություն։ Այսինքն սկսվում է թերևս ուժեղ ղեկավարից, ուժեղ առաջնորդից, բայց չեմ ուզենա ասեմ ավարտվում է ուժեղ քաղաքացիներով։ Սա մի ընդհանուր համակարգ է, որտեղ գործում են բոլորը շահկապակցված եւ միմյանց աջակցելով։ Պարոն Գևորգյան, ինչ է նշանակում ուժեղ քաղաքացի, արդյոք դա նշանակում է, որ բոլորիս հարկերը բարձրացվեցին, արդյոք մենք ուժեղ քաղաքացիներ ենք, որտեղ միլիոնանոց պարգևավճարների հնարավորություն տվեցինք իշխանություններին, եւ եթե մենք ուժեղ քաղաքացիներ ենք, ապա ինչու պիտի դրսևորվի ուժեղ իշխանության քայլը։ Ուժեղ քաղաքացին բարձր հարկը վճարելը չէ։ Ուժեղ քաղաքացին այն քաղաքացին է, որն ունի ուժեղ առաջնորդ, որը պաշտպանված է եւ որի գրպանը անընդհատ չի թալանվում իշխանության կողմից, իր երկրի ղեկավարության կողմից եւ ուժեղ քաղաքացին ուժեղ է իր ուժեղ պետության մեջ։ Դրանք այն ոլորտներն են, որոնք ստեղծում են պետությունը եւ այդ ոլորտները պետք է բոլորը միասին լինեն ուժեղ, որպեսզի քաղաքացին իրեն ուժեղ զգա իրեն վստահ, որ իր կողքը կանգնած անձը, որը ղեկավարում է, կառավարում է իր երկիրը, ուժեղ է եւ երկիրը տանում է դեպի զարգացման ու օր առաջ բարելավելու երկրի քաղաքացու վիճակն ու սոցիալ-տնտեսական պայմանները։ Սա ներպետական երկրի ներսում փոխհարաբերություններն են, ղեկավարման եղանակն է ու ներքաղաքական իրավիճակն է։ Իսկ արտաքին քաղաքականության կարևորությունը ներդրումներ ապահովելու համար Հայաստանի համար։
Թերևս այսպես ասեմ, փորձ ունենալով իմ մասնագիտացման առումով, թե ինչ մեծ նշանակություն ունի միջազգային կառավարման ստանդարտները, միջազգային կառավարման ոլորտում պետության հետաքրքիր դեր ունենալը, այսինքն մի մեխանիզմ, որը որդեգրում է պետությունը եւ այդ մեխանիզմին համապատասխան սկսում է կառուցել բոլոր ոլորտները։ Սա շատ կարևոր է, որ պետության ներսում կառավարումն իրականացվի բանիմաց մարդկանց կողմից։ Երբ որ երկիրը կառավարվում է բանիմաց մարդկանց կողմից, միջազգային ներդրումներ իրականացնելը դառնում է շատ ավելի հեշտ, որովհետև ուժեղ առաջնորդը, ես ցանկանամ նշել ուժեղ առաջնորդ, այո, Սամվել Կարապետյանի օրինակով, որտեղ Սամվել Կարապետյանը այն ուժեղ առաջնորդն է, որը կարող է մեր երկիր բերել ներդրումներ եւ կառավարել այդ ներդրումները։ Այլ բան է, որ դու բերում ես ներդրումները, այլ բան է, որ դու կարողանում ես կառավարել ներդրումները, որովհետև միջազգային ներդրումները բերել մի երկիր, զարգացող երկիր, որտեղ կարևորություն են տալիս որոշակի չափանիշների, որոշակի հանգամանքների, դա շատ կարևոր է, որ ուժեղ առաջնորդը իր փորձով կարողանա ապահովել այդ ներդրումների մնալիությունը Հայաստանում։ Նաև վստահության գործը Նաև վստահության, որովհետև Սամվել Կարապետյանը որպես ուժեղ առաջնորդ այսօր ունի եւ վստահություն, որովհետև իր փորձով ցույց է տվել, որ այն նախագծերը, որոնք որ նա իրականացրել է եւ ապագայում համոզված եմ պիտի իրականացնի, իրականացրել է պատվով եւ կարողացել է դրանք կառավարել եւ ոչ միայն օգուտ ստանալ, այլ նաեւ փորձել օգուտով ապահովել աշխատատեղերով եւ այլն եւ այլն։ Պարոն Գևորգյան, արդյոք հետևյալ փաստը, որը կասեմ, կարող է առանցքային դերակատարում ունենա ներդրողներին համար Հայաստանը գայթակղիչ ու վստահելի դարձնելու համար։ Տեսեք, մի պարագայում մենք ունենանք առաջնորդ, որ այլևս բիզնեսները կայացրած, անհատապես կայացած, հաջողություններ գրանցած մարդ է, եւ մյուս պարագայում ունենանք առաջնորդ, ով քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև եկել է աշխատանքի։ Միանշանակ երկիրը, հատկապես Հայաստանը, պիտի կառավարի այնպիսի առաջնորդ, որը իր փորձով, իր ազդեցությամբ, իր անցած ճանապարհով ունի այն բոլոր հնարավորությունները, ընդունակությունները, կարողությունները, այդ բոլորով հանդերձ պիտի կառավարի Հայաստանը ու միանշանակ այն ղեկավարը, որը ունակ է դա անելու։ Սա Հայաստանը կառավարելը կամ մեր երկիրը կառավարելը լոկ աշխատանք չէ։ Գնալ առավոտյան աշխատանքի, երեկոյան տուն գնալ, ոչ, դա այդպիսի Ես ուզում եի ասեի, երկրի կառավարումը ընկալել որպես վաստակի միջոց եւ ճիշտ հակառակը վաստակը բերել երկիր։ Միանշանակ։ Այստեղ արդեն դուք շատ ճիշտ եք նշում, որ Սամվել Կարապետյանը իր տարիների փորձի, տարիների անցած ճանապարհով ցույց է տվել, որ այն համբավը, այն ազդեցությունը, այն փորձը, որը որ ձեռք է բերել տարիների ընթացքում, ծառայեցրել է իշահ իր հայրենիքի, իշահ իր ժողովրդի։ Սա շատ կարևոր է, որ դու երկրի կառավարումը ոչ թե դարձնում ես քո վաստակը, այլ քո վաստակը իշահ ծառայեցնում ես քո երկրին։ Ըստ ձեզ այսօր Հայաստանը ինչ վիճակում է, կարող է ակնկալել արտասահմանյան ներդրողների, թե մենք կարող ենք ապավինել միայն ազդեցիկ հայերի ներդրումային ծրագրերին միայն նրա համար, որ իրենք ուզում են զորացնել իրենց հայրենիքը։ Երկուսի պարագայում էլ ես խիստ կասկածանք ունեմ։ Անկեղծ որ ասեմ, չդիտարկելով իհարկե մեր քաղաքական ուժի շրջանակում այլ հայերի, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, երկուսի դեպքում էլ ռիսկ ունենք, որովհետև վստահության խնդիր ունենք եւ Սփյուռքում ապրող մեր հայերը վստահության խնդիր ունեն արդեն երկրում ներդրումներ անելու
Եվ ոչ հայերը արտասահմանյան գործընկերները վստահության խնդիր ունեն Հայաստանում ներդրում անելու։ Այո, չեմ վախենա եւ կասեմ ցավոք երկուսի դեպքում էլ ռիսկ ունենք, որովհետեւ այսօր օրակարգեր են պտտվում մեր երկրում, իշխանությունների կողմից օրակարգեր են թելադրվում մեր հասարակությանը, որոնք որ իրենց մեջ ռիսկ ունեն արտաքին շահի սպասարկման։ Իսկ դա շատ վտանգավոր է եւ կարող է շատ մեծ սպառնալիք լինել ազգային անվտանգության տեսանկյունից։ Տեսեք, պարոն Գևորգյան, անկախ նրանից մենք կփոխենք իշխանությունը թե ոչ եւ երբ դա տեղի կունենա, միևնույնն է, Հայաստանը իր աշխարհագրական դիրքը փոխել չի կարող, մեր հարևանները մշտապես մնալու են նույնը, որոշակի ռիսկեր միևնույնն է մեզ ուղեկցելու են մշտապես։ Ինչպես է գնահատում Հայաստանը որպես երկիր, պետություն ներդրումային հող պարարտ ունի թե ոչ։ Միանշանակ ունի եւ մենք այս ընթացքում Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքները, գործերը, ունեցած կապերը վկայում են ու փաստում են այն մասին, որ այո, Հայաստանը կարող է դառնալ ներդրումային կենտրոն հենց այս տարածաշրջանում։ Ճիշտ կառավարում է պետք։ Քաղաքականություն կոչված է, ես իմ խոսքի սկզբում էլ նշեցի, դա այն իրադարձությունները չեն, որոնք տեղի ունենում մեր երկրում։ Դա ճիշտ կառավարման մասին է։ Դա ճիշտ հմտությունների մասին է, որոնք պիտի երկրի ուժեղ առաջնորդի կողմից իրականացվեն երկրում ոլորտների զարգացման համար եւ նպաստեն ներդրումների ներհոսքին։ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները ներդրումներ ունենալու եւ ներդրումների ներհոսք ունենալու համար։ Եվ տարածքային առումով այլևս փոքր լինելը եւ բնակչության թվաքանակով նույնպես առանձնապես աչքի չընկնելը վախեցնող հանգամանքներ չեն հոսքեր ապահովելու համար։ Իհարկե ոչ։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ աշխարհում, որոնք որ եւ բնակչության առումով ոչ, այո, մենք բնակչության առումով խնդիր ունենք, որ մենք պիտի փորձենք այնպես անել, որ դեմոգրաֆիական այս աճը, շարժը փորձենք այնպես անենք, որ հասցնենք այն պատկերացրածին, որը որ մենք ենք ուզում, որ մեր երկրում լինի, բայց աշխարհագրական դիրքի տեսանկյունից կամ աշխարհագրական տարածքի տեսանկյունից կարող եմ ասել, որ դա մեզ չի խանգարում։ Ունենք խանգարող հանգամանքներ, ունենք տարբեր ռիսկեր, բայց դրանք չեն կարող լինել այնպիսի բարձր ռիսկայնությամբ, որ մենք ձեռքներս ծալած նստենք ու ասենք լավ, դե մեր աշխարհագրական դիրքը լավը չի, մեր բնակչության թիվը լավը չի, դե բերեք այնպես անենք, որ ներդրումներ էլ չլինեն, ապրենք, տարածաշրջանում լոկ ապրենք, այդպես չի կարող լինել։ Top 1 պատճառը Հայաստանում ներդրումային ռիսկ դիտարկելու համար։ Առաջին հերթին տեղի ունեցող բիզնեսի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները եւ անօրինական գործողությունները բիզնեսի նկատմամբ, այլ եմ ասում բազմաթիվ են դեպքերը Հայաստանի էլեկտրական ցանցերից սկսած եւ բազմաթիվ այլ փոքր եւ միջին բիզնեսների հետ կապված սուպերմարկետների ցանցի անուններ են հիշատակվում մամուլում եւ այլ ընկերությունների անուններ են շոշափվում, հիշատակվում մամուլում, բիզնեսի ապահով չլինելը երկրում, որ շատ մեծ ռիսկայնություն ունի եւ վերջի վերջո տեղի ունեցող նաեւ քաղաքական իրադարձությունները, երբ ճնշվում է ոչ միայն բիզնեսը, այլ ճնշվում է ազատ խոսքը, երբ ազգային բարերարին կալանքի տակ են պահում արդեն քանի ամիս, սա նույնպես իրանից մեծ ռիսկայնություն է պահանջում, որովհետեւ մարդ, որը որ տարիներ շարունակ ներդրում իրականացնելով իր հայրենիքում, ունենալով համաշխարհային համբավ, այո, համաշխարհային համբավ, այսօր գտնվում է երկրի իշխանությունների կողմից կալանքի տակ եւ ծիծաղելի է եւ համոզված եմ միջազգային ներդրումների համար անընդունելի է, միգուցե նաեւ ծիծաղելի է իրենց համար։ Պարոն Գևորգյան, դուք լինելով քաղաքագետ, ունենալով համապատասխան կրթություն, երբևիցե ակտիվ քաղաքական գործունեությամբ չեք զբաղվել։ Ինչու՞։ Ես ավարտել եմ մագիստրատուրան Երևանի պետական համալսարանի 2018 թվականին, այն օրերին, երբ տեղի ունենում մեր երկրում հայտնի իրադարձությունները։ Երբևիցե չեմ մասնակցել
Եվ առաջիններից եմ եղել երևի, որ հիշատակել եմ դրա մասին, որ միշտ տապեք։ Երկրին, զարգացող երկրին միշտ է փոփոխություն պետք, բայց այդ փոփոխությունը պետք է անել կշռադատված։ Ու այդ փոփոխության դերակատար պիտի կարգել ճիշտ անձնավորության, ճիշտ գործչի, որը որ ունակ է հատկապես Հայաստանի նման երկիրը, հատկապես այդքան մեծ ռիսկայնություն ունեցող երկիրը տանել առաջ, զարգացնել և ընդամենը տարրական հասկանալ ինչ է կատարվում։ Կարող ենք ակնկալել, որ դուք այլևս քաղաքական դաշտը դիտարկում եք որպես ձեր գործունեության հեռանկարային ասպարեզ։ Ինչու ոչ։ Ես քաղաքականություն մտնելը ինձ համար, քաղաքականության մեջ լինելը, հատկապես երբ որ մասնագիտություն ես ձեռք բերում, շատ կարևոր հանգամանք է այդ որոշումը կայացնելու համար։ Եվ շատ կարևոր հանգամանք է, որ դու պիտի որոշում կայացնելուց այդ որոշումը կայացնես ճիշտ մարդկանց հետ այդ ճանապարհը անցնելու։ Պարոն Գևորգյան, Հայաստանը տնտեսապես զարգանալու ինչ ուղղություն կարող է ունենալ, որն է ավելի հեռանկարային, որ ուղղությամբ ըստ ձեզ Հայաստանը պիտի գնա, էլ ավելի զարգացած ու կայուն տնտեսություն ունենալու համար։ Հայաստանը իր ապագայում պիտի ունենա տնտեսության բոլոր ոլորտներին հարիր զարգացվածություն։ Այսինքն Հայաստանում այս պահին այնպիսի իրավիճակ է, որ պիտի փորձենք համընդհանուր, համակարգային տարբերակով զարգացնել տնտեսության բոլոր ոլորտները, որովհետև դրանք շատ կարևոր են։ Օրգանիզմի համար, մարդու մարմնի համար կարևոր են բոլոր մասերը, որովհետև յուրաքանչյուրը կատարում է իր ֆունկցիան։ Եթե ինչ-որ մի մասը չի լինում, օրգանիզմը թեր ֆունկցիա է իրականացնում։ Նույնպես տնտեսության համար, տնտեսության բոլոր ոլորտները պիտի լինեն զարգացվածության ինչ-որ մի աստիճանի վրա։ Ես չեմ ասում բոլորը պիտի լինեն բարձր մակարդակի վրա, որովհետև դա տարիների համառ աշխատանքի արդյունքում պիտի հասցնես բոլոր ոլորտների շատ բարձր զարգացվածություն, բայց բոլոր ոլորտները պիտի զարգանալ համաչափ, համահունչ, հասնելով որոշակի մակարդակի վրա, որպեսզի կարողանանք բալանս ապահովել։ Սա շատ կարևոր է։ Առաջին քայլերը երբ մեզ համար տեսանելի կլինեն, որ մենք հասկանանք, որ մեռյալ կետից շարժ կա։ Այսպիսի լավ, շատ փակագծերը չբացեմ, բայց շատ հետաքրքիր մի բան ասեմ, հունվարի 20-ին Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարի ու տեսլականի պատմական օրն է լինելու։ Շատ պատմական իրադարձություն է տեղի ունենալու այդ օրը, չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, կարող ենք հետևել իրադարձություններին և տեսնել, թե այդ օրը ինչ է իրականացվում, ինչ է տեղի ունենում, բայց կարող եմ նշել, որ շատ կարևոր օր է այդ օրը և մեզ համար, և Հայաստանի համար, և Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, որովհետև այդ ձեր ասած կետից շարժումը այդ օրը ավելի ակնառու կլինի։ Բավականին ինտրիգային հայտարարություն արեցիք, օգտագործելով պատմական, ճակատագրական, տնտեսություն բառերը։ Այո։ Սպասենք հունվարի 20-ից հետո, ես հույս ունեմ, որ հայրով ժպիտ կունենանք։ Համոզված եղեք։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախքան հրաժեշտ տալ, ուզում եմ ձեզ հիշեցնել մեզ բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք զանգակը նոր ներբեռնումները բաց չթողնելու համար, ինչպես նաև կարող եք մեզ գտնել բոլոր սոցիալական հարթակներում Instagram, Facebook և TikTok։ Կարող եք նաև մեկնաբանությունների բաժնում փորձել կռահել, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանում հունվարի 20-ին, օգտագործելով հետևյալ բանալի բառերը՝ պատմական, տնտեսություն և զարգացում։ Դուք փորձեք կռահել, իսկ ես պարզապես ձեզ ասեմ, առայժմ հանդիպելու ենք նորից։